Չստացված հումոր, թե հայերին թիրախավորելու, վիրավորելու փորձ։ Եվրատեսիլում հայ պատվիրակի ելույթից հետո Իսրայելի քան 11 հեռուստաալիքի հաղորդավար Ասաֆ Լիբերմանի խայթոցներն անհամ ու չափից դուրս սուր են ստացվում, դառնալով սկանդալի պատճառ։ Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվել ենք այս մարդկանց, ասում է հեռուստամեկնաբանը, առանց խորանալու պատմության ու դետալների մեջ։ Երուսաղեմի հայ համայնքը պահանջել է ներողություն խնդրել, շեշտելով, որ թույլ չեն տա խաթարել պատմական ճշմարտությունն ու վիրավորել ազգին անհիմն ռասիստական հայտարարություններով։ Փրկենք հայկական թաղամասը շարժումը հայտարարությամբ դիմել է Իսրայելի հանրային հեռարձակողին, պահանջելով հերքել աղմկահարույց պնդումը։ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չի տրվել, այն կառուցվել, պահպանվել եւ մշակվել է դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից, որը պահպանել է իր անխափան ներկայությունը Սուրբ Երկրում եւ Երուսաղեմում ավելի քան 1600 տարի։ Այս ներկայությունը համաշխարհային ճանաչում ունի եւ յուրօրինակ ներդրում է քաղաքի հոգեվոր, մշակութային եւ պատմական կյանքում։ Հաղորդավարը պոստֆակտում արդարացել է, թե հայերին վիրավորելու նպատակ չի ունեցել, զուտ ժանրի կանոններով փորձել է զվարճացնել հանդիսատեսին։ Ստացվել է այն, ինչ ստացվել է։ Լիբերմանն ուղիղ տեքստով ներողություն չի խնդրել հայերից, ավելին հրապարակել է Հայաստանի մասնակից պարգի լուսանկարն Իսրայելի դրոշով եւ գրել. «Նա մեր եղբայրն է»։ Փրկենք հայկական թաղամասը շարժման անդամները հիշեցնում են, հայկական թաղամասը համայնքների եւ կրոնների համակեցության համագործակցության խորհրդանիշ է։ Նկատի առնելով այս վերջի դարիների խնդիրները, որ ունենք, ճնշումները, որ գործադրվին հայ համայնքի թեմ եւ այլն, բավականին անհամ մեկնաբանություն էր։ Ինձ թվաց դեղեցությունները այդքան չուներ հաղորդավարը, թե մեկնաբանողը։ Բարձ է, որ եթե մենք այդպիսի արտահայտություններ ունենայինք, եթե ալգադագով լիներ նույնիսկ, բավականին մեծ ճնշումներ ու կենտարկվեինք։ Այնպես որ անդեղի էր, պետք չէ տեղի ունենար, պետք է հրաբարակային ավելի հստակ ներողություն խնդրվի ընկերության կողմից նույնիսկ։ Երուսաղեմի հայերը վերջին տարիներին աննահանջ պայքարի մեջ են։ Իսրայելում փորձում են հայերից խլել Կովերի պարտեզ կոչվող կալվածքը։ Այնտեղ ապրող մեր հայրենակիցները պնդում են, սա պարզապես տարածք չէ, սա հայկական ինքնության անբաժան մաս է։ Թնջուկը դեռ հանգուցալուծված չէ, բայց մեր զրուցակիցն ասաց, համեմատաբար դադարի փուլ է։ Կովերու պարտեզի հետ կապված դատական գործընթացներ կան, հարցը դատարաններում է։ Այնպես որ քետնի վրա բավականին գայուն իրավիճակ է, հարցակումներ չկան, ճնշումներ չկան, Փառք Աստծո, հələ որ գայուն է։ Ուրիշ զարգացումներ այս պահին չկան։ Մենակ սեպտեմբերին նշված է առաջին նիստն է, դատական հայցը, որ ներկայացուցած է համայնքը, առաջին նիստը որոշվել է սեպտեմբերին։ Մինչ այդ մենք շարունակում ենք աշխատել, դիվանագիտական ճնշում գործադրել ու բոլոր այլ մեխանիզմներ օգտագործել, որպեսզի հաջողեցնենք։ Ներողություն կխնդրեն հայերից, թե տեղից լարված մթնոլորտն ավելի կխորանա։ Հայ համայնքի ներկայացուցիչներն ասում են, պարզ կլինի առաջիկա օրերին, երբ ստանան իրենց գրության պաշտոնական արձագանքը։ Հերմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։